Հակառակ իշխանության ժառանգելու եք նաև այն բոլոր համաձայնությունները, հաստատությունները, որոնք ստորագրել է գործող իշխանությունը, այդ թվում միջազգային արձաններից, հայցերը ներկայացումը վերաբերյալ ստորագրված համաձայնագիր, ինչպես եք վարվելու այդ դրույթների հետ, արդյոք չեղարկվելու են կամ ինչպես եք անելու, երբ որ ժամանակին վտանգավոր եք համարել։ Երկրորդը սահմանազատման վերաբերյալ դուք ինքներդ Սյունիքում շատ եղել եք, խոսել եք մարդկանց հետ, ներքին հանդից մինչև այլ շրջաններ եւ տեղյակ եք այդ խնդիրներին, այս հարցում ինչ ճկունություն եք ցուցաբերելու, որովհետեւ հակառակ կողմը անզիջում է, եւ քաղաքական որ ուժերի հետ եք համարում համագործակցությունը հնարավոր։ Առաջին հարցին պատասխանելով ասեմ, այո, դուք ասեցիք եթե, ես կասեմ երբ մենք գանք իշխանության, մենք իհարկե չենք հրաժարվելու Հայաստանի ստանձնած այն միջազգային պարտավորություններից, որոնք բխում են Հայաստանի շահերից։ Հայցերից հետ քաշելը ես երբևէ չեմ ասել, որ մենք համակերպվել ենք կամ ընդունում ենք դա։ Դուք ասեցիք, երբ ժամանակին ես վտանգավոր եմ համարել, ես հիմա էլ եմ վտանգավոր եմ, դա չափազանց վտանգավոր է, դա Հայաստանի ապագայի համար կործանարար է։ Հայցերից հետ քաշելը ձեռնտու է միայն Ադրբեջանի։ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ այդ հայցերով մեծագույն կամ հայցերի արդյունքում, երբ դատական ակտերը կայացվեն, անգամ հիմա արդեն, մեծագույն խնդիրներ է ունենալու իր Հայաստանի զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում։ Հետևաբար սրանք մեզ համար կենսական նշանակության հարցեր են մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից, եւ սա մենք ուղղակի բացառում ենք, սա սկզբունքային հարցերից է մեզ համար։ Եվ գիտեք ինչ կա, ի վերջո այս հայցերը ինչ են ներկայացվել։ Ներկայացվել են Հայաստանի քաղաքացիների, արցախցիների առհասարակ մեր իրավունքների պաշտպանության համար, չէ՞։ Հիմա տեսեք, ես չեմ պատկերացնում ինչպես է, օրինակ Հայաստանի իշխանությունը, կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը խոսում Արցախից հայցերի վերադարձ միջազգային ատյաններում հայցերի հետ քաշելու մասին, երբ հստակ իմանալով, որ դրանք կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության համար են։ Ասենք ինչպես է ինքը գնալու նայի այն մեր քաղաքացիների աչքերի մեջ, ովքեր ունեն ազգականներ, որոնք զոհվել են, օրինակ ջերմուկի հարձակումների ժամանակ 2000 ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ 2022 թվականի սեպտեմբերին։ Մեր կին հայրենակիցները ամենադաժան ձևով խոշտանգվել էին։ Դուք հիշում եք, երկու թևերը կտրելով, երկու ոտքերը կտրելով, աչքերն էին հանել, քար էին դրել աչքերից մեկի մեջ, մեր մարմինը մերկացրել էին եւ գրել էին Յաշմա բառը ու այդ տեսանյութը հատուկ տարածել էին, որ վաղ սփռեն մեր հասարակությունը։ Ես գնացել եմ նրանց ընտանիքներ, նրանց տներում եղել եմ։ Ես ո՞նց կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ ես նրանց աչքերի մեջ նայելով, իմանալով թե նրանք ինչ դաժանության են բախվել։ Առավել ևս սա ինչ որ անհատական օրինակ չէ, սա համատարած է եղել։ Ու ես գնամ հանկարծ հրաժարվեմ այդ հայցերից, բայց հատուկ հաջորդ անգամ ո՞նց եմ նայելու նրանց աչքերի մեջ։ Ես ինչպես եմ կարողանալու նրանց վերաբերյալ որոշումներ ընդունել, երբ ես հրաժարվում եմ հենց նրանց իրավունքների համար այն մեր պետության ներկայացրած հայցերից։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան կա, գիտեք, մի հետաքրքիր վիճակագրություն ասա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ կայացրել է 9 դատական ակտ, որոնք վերաբերում են էթնիկ ատելության հիմքով տարբեր հանցագործությունների, սպանությունների, խոշտանգումների եւ այլն։ 9 դատական ակտ, 9։ Մենք այս դատական ակտերը որևէ անգամ չենք օգտագործում մեր իրավունքների համար։ Ադրբեջանը ուներ մեկ ընդամենը այն էլ ոչ ամբողջական դատական ակտ, ադրբեջանցի մի խումբ փախստականների կողմից ներկայացված, որ այդ դատական ակտը չմնաց ամբիոն, որ Ադրբեջանի նախագահը չօգտագործի իր շահերի համար։
Մենք ունենք այսքան շատ հիմքեր, գործեր, այդքան հրապարակում ենք ամբողջ օրը ինչ է տեղի ունենում, եւ այս պայմաններում ինչպես կարող ենք հրաժարվել դատական հայցերից։ Այնպես որ սա մեզ համար հիմնարար հարց է, սա ոչ թե ինչ որ քաղաքական դիրքորոշման հարց է, սա Հայաստանի համար կենսական հարց է։ Ես նկատի ունեմ ինչ որ պայմանավորված քաղաքական մոդայով գործընթացներով ոչ, շա Հայաստանի կենսական քաղաքական կենսական հարց է, որը այո մեր հստակ դիրքորոշումն է։ Սահմանազատման հետ կապված։ Այստեղ սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով։ Սա ես ուզում եմ նույնպես նշել։ Ես դրա մասին բազմիցս գիտեք, որ դա արձանագրել եմ, որովհետև ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն եի եւ իմ պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտելուց հետո շարունակել եմ իմ աշխատանքը եւ սահմանների հետ կապված նույն խախտումները շարունակել ենք արձանագրել։ Եվ հենց հիմա էլ գիտեք, ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն պարզապես ընդհանուր պետք է ասենք Հայաստանի տարածքում, այլ մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի մեջ են, տների մեջ են, կադաստրային փաստաթղթերով մենք ունենք այդ բոլոր փաստաթղթերը, կադաստրային փաստաթղթերով տները, հողերը պատկանում են մեր քաղաքացիներին, ադրբեջանական զինված ուժերը հերիք չի մեր հողերի մեջ այսպես նստած են, նաև շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը, մենք ունենք նաև տվյալներ, որ տեղի են ունենում օրինակ ականների անընդհատ պայթյուններ եւ այլն եւ ել չասեմ մնացած խախտումների մասին։ Սահմանազատման եւ իմջայցում ենք նաև այդ տերմինն ենք կարծում պետք է փոխվել ոչ թե սահմանագծում, այլ սահմանանշում։ Սահմանազատման եւ սահմանանշման գործընթացի շրջանակում մենք նաև հստակ արձանագրել ենք փաստերի ուսումնասիրությամբ, որ իրականում այն մենք ունենք այստեղ հարուստ փաստաթղթային բազա, ապացույցներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի շահերի օգտին։ Եվ քննարկումների, միջազգային բանակցությունների ժամանակ դրանք առաջ են քաշելու նաև օրինակ գործող իշխանությունը հիշում եք որ հայտարարում էր անընդհատ որ գլխավոր շտաբի քարտեզներով են անում 1975 թվի եւ այլն մինչդեռ իրականում գոյություն ունի 1984-ից 87 թվականների սահմանազատման գործընթաց որտեղ իրականացվել է Հայաստանի տարածքի որոնցով 975 կիլոմետր տարածքով սահմանազատում Դա հիմնված է եղել խորհրդային միության, Գերագույն խորհրդի նախագահության որոշումների վրա եւ դրա հիման վրա իրականացվել է 1984-ից 87 թվականներին տեղի ունեցել եւ ավարտվել է սահմանազատումը։ Գոյություն ունի, ես ինձ հետ անգամ դրան կարող եմ ցույց տալ, այսպիսի նկարագրություններ հստակ։ Սրանք 1987 թվականի սահմանազատումից հետո մեր սահմանների նկարագրություններն են, տեսեք, կազմվել է 182 արձանագրություն խորհրդային միության ժամանակ 1987-88 արդեն թվականներին 182 արձանագրություն։ Սրանց արդյունքում կազմվել են փաստաթղթեր, քարտեզներ սահմանազատման արդյունքում, որոնք երեքական օրինակ տրվել է Հայաստանին Երեքական օրինակ տրվել է Ադրբեջանին եւ երեքական օրինակ փոխանցվել է Մոսկվային։ Այսինքն, սա ինչ է նշանակում, որ մենք այս հարցերով հստակ ունենք Հայաստանի օգտին փաստաթղթեր։ Եվ գիտեք, գլխավոր շտաբի քարտեզները անընդհատ դրանք բերելը ինձ համար բացարձակ անընդունելի է, որովհետեւ գլխավոր շտաբի քարտեզները ռազմական քարտեզներ են։ Ասենք դրանք ինչ է նշանակում։ Այս կամ այն բլուրը, գետը, չգիտեմ որ, բայց ռազմական նշանակության տեսանկյունից։ Իսկ 1987-88 թվականի այդ 87-ի ավարտով այսպես սահմանազատման process-ը Արդեն խոսքը վերաբերում է հստակ քարտեզի տեղանքները որոշելով, ընդ որում այդ սահմանազատման արդյունքում
փաստաթղթերը, որոնց արդյունքում տեղի ունեցել սահմանազատումը, հանձնվել են նաև տեղանքներին, այսինքն տեղի բնակչությանը, հողօգտագործողներին նաև։ Եվ այդ սահմանազատման արդյունքներով մենք ունենք հստակ այնպիսի իրավիճակ, որ կարող ենք եւ պետք է պաշտպանենք մեր իրավունքները ու բնականաբար սահմանաադրբեջանական ապօրինի ներխուժումները նույնպես այսպես կարևոր հարց են, որոնք պետք է օրակարգում լինեն, որովհետեւ խաղաղության գործընթացը որպես արդյունք բազմակողմանի, համակողմանի process է եւ այս հարցերը նույնպես պետք է ընդգրկված լինեն։ Գիտեք ինչ, մենք ստեղծել ենք այս քաղաքական նախաձեռնությունը, դրա արդյունքը զարգացման դեպքում կլինի կամ կուսակցության տեսքով, կամ որևէ այլ քաղաքական միավորի տեսքով, բնականաբար մասնակցելը առաջիկա ընտրական գործընթացներին։ Եվ մենք կենտրոնացած ենք մեր գաղափարախոսության վրա, մենք մեր գաղափարախոսությունը հիմնված է եւ ճանապարհը որ ցույց ենք տալիս այն խնդիրների վրա, որոնք մենք արձանագրել ենք, եւ բնականաբար մենք գնալու ենք այդ խնդիրների լուծման ճանապարհով, հետեւաբար բոլոր որոշումները կայացվելու են ելնելով այս հստակ սկզբունքներից։